Որքան գումար է տարվել, ինչ կասկածներ ունեք։ Կես միլիոն վարկա ձևակերպել ու աշխատաբարձից տարբեր այդքան մեծ գումար չի, բայց տարբեր է։ Նույնը իդրամապանակից իդրամ։ Հիմա պատմեմ ամբողջը։ Բայց պատմելու բան չկա։ ID բանկից է տարվել։ Ոնց եք իմացել։ Ոնց եք խաբվել էր ամենասկզբից, ոնց է SMS-ա եկել։ Դա հարց է, խաբվել եմ, թե դա ինչ-որ խաբել եմ։ Կամ չգիտեմ դա ինչ է, դա բանկը կարա պատասխանել, որը չի պատասխանում։ Ուրեմն SMS Mail.ru-ում եկավ այդ SMS-ը չէ կոչում։ Շնորհավորեցին, որ դուք ունեք ձեր բարկը հաջողությամբ ձևակերպել է, էլի այդքան առժամս։ Զանգում ենք բանկ, ասեցի, կես միլիոն գումար բարկ, չհաշված, որ աշխատավարձի քարտից է գողացվել գումարները և իդրամ դրամապանակից։ Բանկը ասեց ձեր նկատմամբ եղել է զերծարություն։ Պետք է դիմեք ոստիկանություն, մենք էլ դիմենք, այդքան է։ Իսկ կասեցրեցին վարկը, ինչ արեցին, դուք հիմա վճարում եք վարկը։ Չէ, չենք վճարում, բայց ոչ էլ կասեցրել են։ Տոկոսներ եք գնում։ Տոկոսները գնում է։ Քան ժամանակ է։ Մի տարի է, մերը մի տարի է։ Դուք կարծում եք բանկերը մասնակից են դրան, թե դրանք մասնավոր խարդախներն են, որոնք քաշել են ձեզ։ Մասնավոր խարդախ, ես չգիտեմ դա ինչ է նշանակում։ Նախ առաջի անգամ եմ հանդիպում նման երևույթի հետ։ Դա մեկ անգամի ամբողջ կյանքի մեջ դասել եմ, որ բանկ են թալանել և հեքիաթներում եմ դասել, մեկ էլ կինո ֆիլմերում։ Մեկ էլ մեր ID բանկից, հայաստանյան բանկից եմ դասել, որ բանկ են թալանում։ Քանի տուժող կա կոնկրետ այդ բանկը։ Ուրեմն ես դիմել եմ ՀԿ հասարակական պաշտպան կազմակերպություն։ Չեմ դիտապետում նստակցին, բայց մոտ 300-ի։ Նույն տարբեր գումարներ են, բայց նույն ձևի է անհետացել բանկից։ Այս ակցիաները արդեն ինչքան ժամանակ անում են, ինչ որ արդյունք կա, ինչ որ ձեր պատասխանում եք անշկիկա։ Չէ, առայժմս արդյունք չկա։ Կա ինչ-որ կեղծ արդյունքներ, ասում է ID բանկը կոնկրետ, ասում է ձեր բարկը, որը մեր բարկը չի, բայց ինքը պարտադրում է, որ ընդունեք մեր բարկն է։ Երկարաձգեմ 5 տարով, հետո 12%-ով եկեք մուծեք։ Դա ապօրինի առաջարկ է, այսինքն հանցավոր առաջարկ է, բայց առաջարկ ոնց կարելի անել մարդկանց կամ մի մարդը, որը չի վեկարել։ Այսինքն բանկը վարկը հաստատել առանց նույնականացնելու ձև է։ Չգիտեմ, բանկը մեզ չի պատասխանում, բայց եթե բանկը նույնականացներ, կեղծ վարկ և զերծարը չէր լինի։ Հետևաբար բանկը ոչ մի բան չի արել։ Դա զբոսայգի է զերծարարների, որ կարող են ազատ մտնել ու զբոսնել։ Դուք հիմա դիմում եք պետական մարմիններին, այսօր էլ ազգային ժողովն ինչ ակնկալիք։ Դա արդեն կոնկրետ ՀԿ-ի նախագահը դիմի, ավելի բանաձևված կասի, դժվարն է մեզ պահին ձևակերպել։ Ես պատմեցի, ինչ է որ կատարվել է իմ հետ և հիմնականում բոլորի հետ։ Կենտրոնական բանկը սառեցրել էր օրեր առաջ, դա ինչ էր նշանակում։ Գիտեք ինչ, նախ պետք է պատասխանեն ըստ էության, որ հասկանանք ինչ է անում։ Մենք խոսում ենք մի բանի մասին, բանկերը խոսում են այլ բանի մասին։ Մենք չենք հասկանում, բանկերը ոնց են տրամաբանում։ Իրանք ասում են ենթադրյալ զերծարություն։ Դա ինչ է, դա կերպարանքը, զերծարը, ով է բաբշե, ծառն է, ճուղն է, ով է։ Չեն կարող ասել։ Բայց պետք է դա ոստիկանություն բանկը, որ հաստատվի, չէ։ Իրան բանկի կառուցվածքից տարել են գումարը, ինքը իրավաբանական սուբյեկտ է, ճիշտ է աղջիկ ջան։ Դե բայց դուք արդեն հաղորդում ներկայացրել եք գլխավոր դատախազություն, ճիշտ է։ Եվ քրեական վարույթ կա նախաձեռնված, ես որքան տեղյակ եմ քննչական կոմիտեում։ Բայց բանկի դեմ ենք մենք բողոքում, կներեք, որ ձեզ ընդհատեցի։ Մենք բողոքում ենք բանկի դեմ։ Զերծարի դեմ մենք չենք կարա բողոքել, որտեղ մենք չգիտենք դա առարկա է, թե դա միֆ է։ Անորոշ ինչ-որ չգիտենք այդ անձա, գուցե բանկը մեկալ է գրավոր է, գրել է, չէ որ ամբողջ տղաները իր մոտ է պահպանում։ Հասկացում եք, որ այդպիսի մարդ առհասարակ գոյություն ունի։ Իհարկե, բայց եթե մի տարի է, անդադ կրկնում է, ասում է բանտեր դնող չկա, դա ինչի մասն է խոսում։ Իրավաբանական քառակուսիներ կան։